Օսկար Ուայլդ Ես ասեր հսկան Ամեն օր դպրոցից տուն դառնալիս երեխաները մտնում էին հսկայի այգին խաղալու։ Դա մի մեծ ու գեղեցիկ այգի էր, փափուկ կանաչ խոտով։ Այս ու այնտեղ խոտերի միջից երևում էին աստղանման հիասքանչ ծաղիկներ։ Կային և 12 ծիրանենիներ, որոնք գարնանը մարգարտավարդագույն ծաղիկներով էին ծածկվում, իսկ աշնանը հարուստ բերք տալիս։ Թռչնակները թռում էին ծառերին և երգում այնքան ախորժալուր, որ երեխաները խաղերը մոռացած նրանց էին լսում։ Որքան ուրախ է այստեղ, ձայն էին տալիս նրանք միմյանց։ Բայց մի օր հսկան տուն վերադարձավ։ Նա հյուր էր գնացել իր ընկերոջ, Կորնուելի մարդակերի մոտ, ու 7 տարի այնտեղ մնացել։ Ու քանի որ խոսելիքը սահմանափակ էր եղել, նա 7 տարում ասել էր այն ամենը, ինչ պիտի ասեր, իսկ հետո որոշել էր սեփական ամրոցը վերադառնալ։ Երբ նա տեղ հասավ, տեսավ իր այգում խաղացող մանուկներին։ «Ինչ գործ ունեք այստեղ», գոռաց նա զարհուրելի ձայնով ու երեխաները փախան։ «Իմ այգին իմ սեփականությունն է», գոչեց հսկան, «և թող բոլորն իմանան, որ բացի ինձնից ոչ ոքի թույլ չեմ տա այստեղ խաղալ»։ Եվ նա բարձր պարիսպ կանգնեցրեց այգու 4 կողմն ու ցուցանակ կախեց։ «Մուտքն արգելված է, օրինազանցները կպատժվեն»։ Շատ եսամոլ էր այս հսկան։ Աղքատ երեխաները այլևս խաղալու տեղ չունեին։ Նրանք փորձեցին խաղալ ճանապարհին, բայց այնտեղ չափազանց փոշոտ էր ու քարաշատ, ու դա նրանց դուր չեկավ։ Այժմ արդեն դասերից հետո նրանք թափառում էին բարձր պարիսպի շուրջն ու զրուցում հոյակապ այգու մասին, որը չէր երևում։ «Ինչքան ուրախ էինք մենք այգում», ասում էին նրանք միմյանց։ Հետո եկավ գարունը, և ամենուրեք փոքրիկ բողբոջներ ու թռչնակներ հայտնվեցին։ Միայն եսամոլ հսկայի այգում տնօրենում էր ձմեռը։ Թռչնակներն այնտեղ չէին ուզում երգել, քանի որ մանուկներ չկային, իսկ ծառերն էլ մոռացան ծաղկել։ Օրերից մի օր խոտերի միջից մի գեղեցիկ ծաղիկ հանկարծ գլուխը հանեց, բայց հենց որ նկատեց ցուցանակը, այնքան վշտացավ երեխաների համար, որ իսկույն նորից թաքնվեց հողի տակ ու քուն մտավ։ Միայն ձյունն ու սառնամանիքն էին իրենց լավ զգում։ «Գարունը մոռացել է այգին», գոչեցին նրանք, «ուստի մենք կլոր տարին այստեղ կապրենք»։ Ձյունը խոտը ծածկեց իր հսկա ճերմակ թիկնոցով, իսկ սառնամանիքը արծաթազօծեց բոլոր ծառերը։ Հետո նրանք իրենց մոտ հրավիրեցին հյուսիսային քամուն ու նա եկավ։ Մորթիներով փաթաթված նա ամբողջ օրը ոռնում էր այգում և տեղահան անում ծխնելուզների խողովակները։ «Ինչ փառահեղ վայր է», ասում էր հյուսիսային քամին, «պետք է այստեղ հրավիրել նաև կարկուտին»։ Ու կարկուտը եկավ։ Օրը 3 ժամ նա հարվածում էր ամրոցի տանիքին, մինչև որ կոտրատեց համարյա բոլոր կղմինդրները, իսկ հետո հնարավորին չափ արագ պտտվեց այգու շուրջ բոլորը։ Նրա զգեստը մոխրագույն էր, իսկ շունչը սառույց։ «Չեմ հասկանում, ինչու է այսքան ուշանում գարունը», ասաց պատուհանի գոգին նստած եսամոլ հսկան ու նայեց իր սառած սպիտակ այգուն։ «Հուսով եմ եղանակը շուտով կփոխվի»։ Բայց գարունն այդպես էլ չեկավ։ Չեկավ և ամառը։ Աշունը ոսկե մրգեր բերեց բոլոր այգիներին, իսկ հսկայի այգուն ոչինչ։ «Նա չափազանց եսամոլ է», ասաց աշունը։ Եվ այդպես հսկայի այգում մշտապես ձմեռն էր թագավորում, իսկ հյուսիսային քամին, կարկուտը, ձյունն ու սառնամանիքը պարում էին ծառերի միջին։ Մի առավոտ, երբ հսկան արթուն պառկած էր անկողնում, նրա ականջին գեղեցիկ մեղեդի հասավ, ու այնպես ախորժալուր, որ նա կարծեց, թե արքայի երաժիշտներն են անցնում։ Իրականում դա մի փոքրիկ կանեփահավ էր ճռվողում, բայց հսկան այնքան վաղուց չէր լսել իր այգում երգող թռչնակի, որ նրան թվաց, թե աշխարհում երբեք ավելի սքանչելի բան չի լսել։ Կարկուտը դադարեց ծեծել տանիքը, իսկ հյուսիսային քամին այլևս չոռնաց, ու դրա փոխարեն կիսաբաց պատուհանից անուշ բուրմունք թափանցեց ներս։ «Վերջապես գարունը եկավ», ասաց հսկան ու անկողնուց վեր թռավ։ Եվ ինչ տեսավ։ Նրա առջև հրաշալի տեսարան բացվեց։ Պարիսպի մեջ բացված նեղ անցքից խուժած մանուկները թառել էին ծառերի ճյուղերին։ Ամեն մի ծառի մի երեխա էր նստած,
ու ծառերն այնքան ուրախ էին մանուկների վերադարձի համար, որ ոտից գլուխ ծաղիկ էին հագել և ձեռքներն էին օրորում նրանց գլխավերևը։ Շուրջ բոլորը թռչուններն էին ճախրում և հրճվալից ծլվելում, իսկ ծաղիկները գլուխները կանաչ խոտերի միջից հանած ծիծաղում էին։ Իսկապես չքնաղ տեսարան էր։ Միայն մի անկյունում էր դեռ իշխում ձմեռը։ Դա այգու ամենահեռավոր անկյունն էր, որտեղ մի մանչուկ էր կանգնած։ Նա այնքան փոքր էր, որ չէր հասնում ծառի ճյուղին, և դառն անցունք էր թափում ու պտտվում ծառի շուրջը։ Խեղճ ծառը եղյամով ու ձյունով էր պատած, իսկ հյուսիսային քամին շարունակում էր փչել ու ոռնալ նրա գլխավերևը։ «Մագլցիր, մանչուկ», ասում էր ծառը ու կքում ճյուղերը որքան կարող էր, բայց տղան շատ էր պստիկ, ու հսկայի սիրտը հալվեց այս տեսարանից։ «Ինչ եսամոլն եմ եղել», մտածեց նա, «այ թե ինչու չէր գալիս գարունը։ Ես մանչուկին կնստեցնեմ ծառի կատարին և կքանդեմ պարիսպն ու իմ այգին խաղահրապարակ կդարձնեմ բոլոր երեխաների համար»։ Նա իսկապես շատ էր զղջում իր վարմունքի համար, և հսկան մատների ծայրերի վրա իջավ ցած, բացեց դուռն ու այգի մտավ, բայց երեխաները նրան տեսնելով այնպես ահաբեկվեցին, որ ամեն մեկը մի կողմ փախավ ու կրկին եկավ ձմեռը։ Միայն մանչուկը չփախավ, քանի որ նրա աչքերն արտասուքով էին լցված, և նա նույնիսկ չնկատեց հսկայի մուտքը։ Հսկան թիկունքից անշշուկ մոտեցավ տղային, քնքշորեն ափն առավ նրան ու նստեցրեց ծառին։ Ծառն իսկույն ծաղկեց, և թռչնակները ետ դարձան ու ծլվլացին, իսկ մանչուկը ձեռքերը երկարեց ու գրկեց հսկայի վիզն ու համբուրեց նրան։ Մյուս երեխաները, երբ տեսան, որ հսկան բարի է դարձել, ետ վազեցին, և գարունն էլ վերադարձավ նրանց հետ։ «Այսուհետև սա ձեր այգին է, փոքրիկներ», ասաց հսկան։ Մի մեծ կացին առավ ու խորտակեց պարիսպը։ Կեսօրին, երբ մարդիկ շուկա էին գնում, հսկային տեսան երեխաների հետ խաղալիս աշխարհի ամենագեղեցիկ այգում։ Մանուկները խաղացին մինչև երեկո, իսկ հետո եկան, բարի գիշեր մաղթելու հսկային։ «Իսկ ո՞ւր է ձեր փոքրիկ ընկերը, որին ես ծառը բարձրացրի», հարցրեց հսկան։ Նա այդ տղային բոլորից շատ էր սիրում, քանի որ մանչուկը համբուրել էր նրան։ «Չգիտենք», պատասխանեցին երեխաները, «նա գնացել է»։ «Ասացեք նրան, որ վաղն անպայման գա», խնդրեց հսկան։ Բայց երեխաներն ասացին, որ չգիտեն, թե որտեղ է ապրում տղան, քանի որ նախկինում երբեք չեն տեսել նրան։ Ու հսկան շատ վշտացավ։ Ամեն օր դասերից հետո մանուկները գալիս ու խաղում էին հսկայի հետ, իսկ փոքրիկ տղան, որին հսկան ամենից ավելի էր սիրում, այլևս չէր երևում։ Հսկան բոլոր երեխաներին էլ շատ էր սիրում, այդպես էլ լավ վերաբերվում էր, բայց և այնպես շատ էր կարոտում իր առաջին փոքրիկ բարեկամին ու հաճախ հարցուփորձ էր անում նրա մասին։ «Որքան կուզենայի նրան կրկին տեսնել», ասում էր հսկան։ Տարիներն անցնում են, և հսկան ավելի ու ավելի էր ծերանում ու թուլանում։ Նա այլևս մանուկների հետ խաղալու ուժ չուներ, այնպես որ նստում էր բազկաթոռին ու նայում, թե ինչպես են խաղում երեխաներն ու հիանում էր իր այգով։ «Ես քանչելի ծաղիկներ շատ ունեմ», ասում է նա, «բայց երեխաներն ամենասքանչելին են»։ Ձմռան մի առավոտ հագնվելիս հսկան դուրս նայեց պատուհանից։ Այժմ արդեն նա չէր ատում ձմեռը, քանի որ գիտեր, որ գարունը պարզապես քուն է մտել, իսկ ծաղիկները հանգստանում են։ Հանկարծ հսկան աչքերը սկսեց տրորել, նայել ու նայել, կարծես հրաշք տեսած լիներ։ Եվ իսկապես, հրաշալի տեսարան էր բացվել։ Այգու ամենահեռավոր անկյունում մի ծառ ամբողջովին ծաղկել էր ու ծածկվել չնաշխարհիկ սպիտակ ծաղիկներով։ Ծառի ճյուղերը ոսկուց էին, իսկ նրանցից կախված էին արծաթե մրգեր, իսկ նրանց տակ կանգնած էր տղան, ում հսկան ամենից շատ էր սիրում։ Ուրախությունից իրեն կորցրած, հսկան ցած վազեց աստիճաններով ու այգի մտավ։ Նա ուղղակի խոտերի վրայով շտապեց դեպի տղան, բայց երբ մոտեցավ, նրա դեմքը շառագունեց զայրույթից ու հարցրեց. «Ո՞վ է հանդգնել քեզ վիրավորել»։ Տղայի ափերի մեջ նա տեսել էր երկու մեխի հետք, երկու մեխի հետք էլ ոտքերին կար։ «Ո՞վ է հանդգնել վիրավորել քեզ», գոչեց հսկան, «ասա, որպեսզի առնեմ մեծ թուրս ու սպանեմ մեղավորին»։ «Ոչ», պատասխանեց մանուկը, «չէ՞ որ սրանք սիրո վերքեր են»։
Ո՞վ ես դու, հարցրեց հսկան ու մի խորհրդավոր և երկյուղ պատեց նրան։ Եվ նա ծնկի իջավ մանկան առաջ։ Մանուկը ժպտաց հսկային ու ասաց. «Մի օր դու ինձ թույլ տվիր խաղալ քո այգում, իսկ այսօր ես քեզ կտանեմ իմ այգին, որ կոչվում է Դրախտ»։ Ու այդ օրը, երբ երեխաները ներս վազեցին այգի, նրանք հսկային անշնչացած գտան։ Նա բարկած էր սպիտակ ծաղիկներով ծածկված ծառի տակ։